Բարև ձեզ։ Կան ժամանակներ, երբ պետությունների պատմությունը կրվում է պատերազմներով, կան ժամանակներ, երբ այդ պատմությունը կրվում է ընտրություններով, բայց կան նաև ժամանակներ, երբ պետությունների պատմությունը կրվում է որոշումներով, երբեմն աննկատ, երբեմն աղմկահարույց, բայց որոշումներով։ Հիմա Հայաստանը կարծես ապրում է այդպիսի մի ժամանակահատվածում։ Ընտրությունները ավարտվել են, սակայն քաղաքական գործընթացները շարունակվում են, քաղաքական պայքարը շարունակվում է, ընդդիմությունը պայքարում է իշխանության համար, այս պահին իհարկե պայքարում է Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները չեղարկելու համար, իշխանությունը պայքարում է պետական ինստիտուտները ամրացնելու համար, պայքարում է արտաքին ուժեղ ճնշումների պայմաններում սեփական ինքնիշխան որոշումների կայացման իրավունքի համար։ Այսօր փորձելու ենք հասկանալ, թե ինչ մարտահրավերների առաջ է կանգնած հետընտրական Հայաստանը եւ ինչպիսի որոշումներ են անհրաժեշտ, որպեսզի իրադարձություններին ոչ թե լինի արձագանքող, այլ սեփական պատմությունը, սեփական պետությունը, սեփական ինքնիշխանությունը կերտող պետություն։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Ազատ քաղաքացի կազմակերպության նախագահ, վերլուծաբան Հովսեփ Խոշոզյանն է։ Բարև ձեզ, պարոն Խոշոզյան։ Սովորաբար այս օրերին բոլոր զրույցները սկսվում են Սահմանադրական դատարանից, մենք իհարկե պետք է անդրադառնանք, բայց մեկ ընդհանուր գնահատական եմ ուզում նախ ստանալ, ինչ փուլում է հիմա հետընտրական Հայաստանը, հետընտրական կայունացման թե նոր փուլի մեկնարկ։ Ակնհայտ է, որ կայունացման փուլ ենք մտնում։ Ընդհանրապես դա կապված է ոչ միայն այն բանի հետ, որ ավանդաբար ամառը այսպես կայունացման շրջան է։ Ամառը ասում են լավ, քաղաքականության համար լավագույն շրջանը չէ, բայց հիմա քաղաքականությունը ժամանակ ու եղանակ չի հարցնում։ Չէ, պատկերացրեք հարցնում է, հաշվի առնելով մանավանդ, որ մեր ընդդիմադիրները ոչ թե այսպես գաղափարական ինչ-որ լուրջ ընդդիմություն են, ոնց որ նախկինում եղել է ավտոկրատիայի ռեժիմի ընթացքում, մենք էլ եղել ենք ընդդիմության մաս եւ իրոք այն ժամանակ ամառ ձմեռ չգիտեինք, պայքարը միշտ էր տևում, բայց հիմա այս ընդդիմությունը պետք է գնա հանգստանա, մի հատ իրենց կղզիները, իրենց վիլաները, հա, մի հատ գնան այսպես ամառը վայելեն, հետո վերադառնան արդեն շարեն իրենց տասովշիկներին եւ այդ ում որ վճարել են, ասեն դե շարվեք, տեսնենք քանի ստեկ մնացել, որ աշնանային process-ներ սկսենք։ Էտա։ Իրականում Ռուսաստանի միջամտության նվազեցման պատճառով է, որ այս կայունացումը տեղի ունենում, որտեղ մեր ամենավատատեսական սցենարները, որ կարող է Ռուսաստանը ինչ-որ ծայրահեղական քայլերի դիմի Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու համար հատուկ հենց ընտրություններից հետո չիրականացան բարեբախտաբար, որովհետև մենք երևի թերագնահատում էինք այն թուլացումը, որը կա այսօր Ռուսաստանում, Ուկրաինայում իր գրած պարտությունների եւ ընդհանրապես տնտեսական նաեւ ճգնաժամի հետևանքով, այսօր Ռուսաստանը տարրական վառելանյութի ճգնաժամ է։ Ներողություն, Ռուսաստանը իհարկե պիտի կանք, բայց մինչև այդ Սահմանադրական դատարանի մասին խոսենք, ինչ կասեք ընտրությունների արդյունքների եւ այդ արդյունքների վիճարկման մասին Սահմանադրական դատարանում, Ռուսաստանի մասին խոսեցիք, արդյոք այնտեղ էլ քաղաքական առումով չի քննարկվում Ռուսաստանի միջամտության հարցը, թե այլ բան է։ Հենց այդ է, որ քննարկվում է եւ շատ լավ է, որ մեր Սահմանադրական դատարանի անդամները իրենց դրսևորեցին, որպես իրոք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ ժողովրդավարության բաստիոն ինստիտուտ հանդիսացող Սահմանադրական դատարանի մաս որպես ներկայացուցիչներ եւ հենց իրենք երբ որ հարց հնչեց ուրեմն դիմության կողմից եւ հարցադրում կա որ ուրեմն արտաքին աջակցություն է եղել գործող իշխանություններին հայտարարությունների տեսքով արևմուտքից եւ այլն Սահմանադրական դատարանի դատավորները շատ հստակ արձագանքեցին որ բայց ի տարբերություն արևմուտքից եկող ընդամենը ինչ որ հայտարարությունների աջակցության որևէ ուժի Ռուսաստանից կոնկրետ հակաքարոզչություն է գնացել Հայաստանի կոնկրետ ուժերի դեմ եւ հիբրիդային, այդ բառը չհնչեց իհարկե, բայց փաստ է, որ եւ ակնհայտ է այդ կոնտեքստը, ենթատեքստը, որ հիբրիդային հարձակում եւ պատերազմ է ընթացել Ռուսաստանի կողմից Հայաստանի ժողովրդավարական ուժերի դեմ եւ ի աջակցություն որոշ ուժերի կոնկրետ, եւ այդտեղ է, որ ուրեմն հուներից դուրս եկան այսպես կոչված ընդդիմության ներկայացուցիչները, ինչ եմ ասում, այսպես կոչված, որտեղ ես անդադ կրկնում եմ, դա ընդդիմություն չի, դա քրի օլիգարխիայի մնացուկներն են, որը գործող իշխանության պատասխանատվությամբ եւ մեղքով ժամանակին չեն մաքրվել, արմատախիլ չեն արվել, հասկանալի է նաեւ օբյեկտիվ պատճառներ կան Ռուսաստանի աջակցությունը միշտ եղել է այդքան հեշտ չէր, պես կտրուկ մաքրել դրանց, բայց հուսով եմ
Առաջիկայում այդ գործընթացը ավարտին կհասվի, հատկապես դատաիրավական բարեփոխումների շնորհիվ, որտեղ իրենց աջակցության հիմնական բաստիոնը իրականում դատարաններում են, հին մնացուկները, որոնք որ հեղափոխությունից հետո չմաքրվեցին։ Գործադիր մարմինը մաքրվեց, օրենսդիրը մաքրվեց, չմաքրվեց եկեղեցին եւ չմաքրվեց ուրեմն դատական իշխանությունը, հա, այդ որտեղ որ հիմա վխտում են ռուսական գործակալները եւ նախկինների այդ թալանչիների շարունակությունները։ Ռուսաստան, բայց մենակ սահմանադրական դատարանում ինչ է ակնկալում սահմանադրական դատարանից, այսօր սահմանադրական դատարանի որոշումը կփակի ընտրությունների թեման, կփակի այս փուլը, կփակի նաեւ ընդդիմության շրջանակներում այդ շրջանառվող լեգիտիմության հարցը։ Դե ով է բանտեղ դնում այսօրվա անդիմության հասարակության մեջ, նույնիսկ իրենց ընտրածների մեծ մասը արդեն խորապես հիասթափվեցին, որտեղ ինչ որ հույսեր էին փայփայում, որ սրանց խոստումները, որ հեսա փոքրիկ խմբակը կհեռանա, իրենք դարձան ամենապստալող խմբակն էր ազգային ժողովում եւ հիմա իրենց ընտրողները այսպես շվարած, նույնիսկ նրանք ովքեր կաշառքով են ընտրել, բայց հույսով որ ինչ որ իրենց ռուսական բանը պետք է վերադառնա, Բաղձալի այդ կարոտախտը, չգիտես որտեղից են վերցել, որ սովետական միության շրջանը կարող է վերականգնվել ռուսական ազդեցության ավելացմամբ, հա։ Բայց ամեն դեպքում հիմա իրանք շվարած կանգնած են եւ ընդհանրապես արդեն փնտրում են այլ ընտրանքներ ապագայի հետագայի համար եւ գուցե նաեւ չեք չափազանցնում պստոլո ասելով։ Բացարձակ մենք կտեսնենք հեսա իրենց նաեւ գործունեություն ազգային ժողովում իրենց գործունեության ոլակներն է լինելու պստլո։ Ես քանակն եմ ասում։ Ինչ քանակ։ Ինչ, մի քանի տասնյակ падգամավոր են, հետո այն նախկիններն է ունեին։ Նախկին ազգային ժողովում էլ ունեինք։ Իրենց գործունեությունը պստլոից բացի այլ կերպ կարելի է անվանել։ Ինչ էին անում, բացի շիշ շպրտելուց սրա նրա վրա եւ ասենք ինչ որ անհեթեթ մեղադրանքներ ներկայացնելու որևէ կառուցողական գործ տեսակ նախկին 5 տարիների ընթացքում ազգային ժողովում ներկայացված այսպես կոչված ընդդիմության իրականում էլ եմ ասում քրեա օլիգարխիայի մնացուկներ իրանք այնտեղ իրենց թալանի սպասարկում պետք է լինեն իրենց թալանը պաշտպանելու գրավականն էր այդ մանդատները իրենց համար դրա համար էլ քաղաքական իմաստով իրենց գործունեությունը պստլոից բացի ուրիշ կերպ չի կարելի անվանել նույնը սրանք են լինելու ինչ տարբեր այս փուլի առանձնահատկությունը ո՞րն է նոր իշխանության ձևավորում ընդդիմության վերակազմավորում հասարակության սպասումների փոփոխություն Այս փուլը իրական ընդդիմության, իրական այլընտրանքի ձևավորման փուլ է, որ վերջապես ինստիտուցիոնալ առումով պետք է տեղի ունենա այդ զարգացումը Հայաստանի ժողովրդավարական քաղաքական դաշտի, որ մարդիկ վերջապես ունենան այլընտրանք։ Մյուս տարի քաղաքապետի ընտրություններ են, ավական ընտրություններ են եւ գոնե Երևան քաղաքում պետք է այդ այլընտրանքը ձևավորվի եւ ներկայանա ոչ թե իդեմս այս նախկին թալանչիների կամ ռուսական գործակալական ցանցերի, այլ տեղի հայկական, հայաստանյան ուժերի, որոնք որ դժգոհ են գործող իշխանությունից, բայց նաև չեն սպասարկում որևէ օտար ուժ, այլ սպասարկում են Հայաստանի քաղաքացիների շահերը։ Հիմա ենթադրելի է, որ Ռուսաստանի հաջորդ նպատակը հաջորդ տարվա թիմ ընտրություններն են Երևանում։ Դե մյուս տարի Ռուսաստանում ինչ տեղի կունենա եւ ինչ կմնա Ռուսաստանի քաղաքական այսօրվա համակարգից չենք կարող կանխատեսել, կարող ենք ընդհանրապես կռահել։ Իսկ այսօր ինչ է կատարվում Ռուսաստանում եւ հայ-ռուսական հարաբերություններում վերջի օրերի ավելի կոշտացող հայտարարությունները Գալուզին, Մեդվեդև, Զախարովան միշտ կա ու կա, այդ հայտարարությունները պարզապես հերթական կոշտ հայտարարություններ են, որոնք արտահայտում են դժգոհություն ընտրություններից, թե ավելի խորքային գործընթացի արտահայտություն են։ Իրենք իրենց դեմքը փրկելու խնդիր ունեն, նաև Պուտինի արչև իրենց դեմքը փրկելու խնդիր ունեն, որտեղ բոլոր այդ թիմով յուրացրեցին միգուցե նաև ահագին մեծ գումարներ, որոնք հատկացված էին Հայաստանը իրենցով անելու համար, բայց չստացվեց մոտները։ Հիմա նաև այսպես խաղադրույքները բարձրացնելու հարց ունեն, որ ճնշում գործադրելու Հայաստանի վրա, գոնե այս հայտնտրական շրջանում ինչ որ բաներ ստանան Նիկոլ Փաշինյանից եւ իշխանություններից Հայաստանի, ինչ որ զիջում, ինչ որ առավելություններ Ռուսաստանի համար եւ շատ լավ է որ արձագանքը այնպեսին է որ ոչ մի այդպիսի բան չի պատրաստվում Հայաստանի իշխանություն տրամադրել կառավարության նիստի 3-4 նիստի 3-4 ըստ մի խոսքով է 5 շաբաթվա վերջի հայտ շատ իմ համար կարևոր արձանագրումներ եղան որ եթե
Եթե ԵԱՏՄ-ն շարունակում է այս սահմանափակումները, ուրեմն ԵԱՏՄ չկա։ Եթե ԵԱՏՄ չկա, ուրեմն մենք կարող ենք արդեն կնքել մաքսային պայմանագիր Եվրոմիության հետ։ Դրա հաջորդ ասելիքը դա է։ Այսինքն դուրս կգանք ընդդեմ, կգնանք, այսինքն այն ինչ որ մեզ անդադ սպառնում էին միջև հիմա, որ եթե սենց անենք, ձեզ ԵԱՏՄ-ից կհանենք, ձեզ, չգիտեմ, հապկից, ասում էին հապկից եթե ուզենաք դուրս գաք, ԵԱՏՄ-ից ձեզ կհանենք։ Հիմա իշխանությունները ասում են, եթե մենք ինքներս դուրս կգանք, եթե սենց շարունակեք։ Եվ դա շատ լավ է, նշանակում է կան որոշակի անվտանգային բարձիկներ, այդ թվում տնտեսական նկատի ունեմ, որոնք տրամադրվում են արևմուտքի կողմից, հատկապես Եվրամիության կողմից, եւ խոսքը այդ մի քանի տասնյակ միլիոնների մասին չի վստահաբար, այլ ավելի երկարաժամկետ հեռանկարային պայմանավորվածությունների մասին է, ել չեմ խոսում, որ արդեն բացվել է եվրոպական շուկան Հայաստանի համար, առանց ոչ մի մաքս, առանց ոչ մի բան։ Եվրոպային էլ կգանք, բայց Ռուսաստանի հարցը ավարտենք, հիմա այն իրավիճակը, որ մենք ունենք, սա ժամանակավոր բարդություններ են, թե քաղաքական նոր իրականություն է հայ-ռուսական հարաբերություններում։ Այդ բարդությունները միշտ էլ ժամանակավոր են, որովհետև Ռուսաստանին շահերից էլ չի բխում այս սահմանափակումները, իրենք իրենց ոտքին էլ են կրակում Հայաստանի հետ առևտուրը սահմանափակելով։ Սա 5-6 տարի առաջվա Ռուսաստանը չի, որ կարող էր միլիարդավոր դոլարների ապրական շրջանառությունը մի օրում փակել եւ ոչ մի վնաս դրանից չկրել։ Հիմա ինքը, ասում եմ, ինքը այն օրը մի հատ լավ ծաղրանկար են դրել, որ Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանից բենզին գնել, որպեսզի կարողանա ինչ-որ կարիքներ հոգալ։ Հա, այդ օրին են հասել արդեն, շոկեքաշ են օգտագործում արդեն։ արդեն։ Դե նախագահը ասում է կրիտիկական չէ այդ վարելիքի պատասխանը։ Դե իրենց ասելով որ չի, ամբողջ բնակչությունը դժգոհություն է հայտնում եւ դա էապես հարվածում է ուժեղ, ուրեմն այդ լեգիտիմության այդ պաշարին, որը որ ուներ Պուտինը միջև պատերազմը եւ պատերազմից հետո կամաց-կամաց սկսեց նվազել, հիմա արդեն այդ լեգիտիմության պաշարը ընդհանրապես շրիշակի մակարդակի է հասնում եւ ինքը մտահոգ է դրա համար, որտեղ ոչ միայն դրա համար, որ առաջիկայում ընտրություններ են եւ ավելի դժվար է ինքը կեղծել, միշտ էլ կեղծում են բարձ անտեղ ընտրություններ, բայց հետևանքները այդ կեղծման շատ ավելի վատ կարող են լինել եւ վերջիվերջո իշխանության ներսի այդ գզվռտոցն է արդեն տեսանելի դառնում, տարբեր խմբավորումներ հասկանալով, որ շատ մոտ ապագայում կարող է շատ անկանխատեսելի իրավիճակներ լինեն նաև Պուտինի իշխանության տեսակետից, իրենք ամեն մեկը արդեն սկսում է իշխանությունը իր վրա քաշել եւ այդ գզվռտոցը լուրջ հետևանքների կարող է բերել, որովհետեւ այդ ամեն խմբավորումը հասկանում է, որ ինքը պետք է դաշնակից գտնի արևմուտքում նաև, եթե ուզում է Ռուսաստանում իշխանության գալ, որովհետեւ դե արևմուտքի այդ հաշտեցման ինչ-որ ուղիներ փնտրի։ Հասարակության գործոնը վճռորոշ չէ, այլ այդ շրջանակների։ Ցավոք սրտի ոչ, որովհետեւ ռուս հասարակությունը ընդհանրապես ֆոն է ստեղծելու այդ շրջանակների համար։ Տեսեք, եթե հասարակության մեջ լինի ավելի հաշտվողական արևմուտքի հետ հարաբերություններ կարգավորելու ֆոն, այդ ֆոնին կարող է ավելի լիբերալ այդ խմբավորումները, Միշուստինի գլխավորը ացա, այնտեղ Սիլուանով եւ այլն, հա, այդ Նաբիուլինը, այդ տիպի մարդկանց բաները կան։ Իսկ եթե հակառակը ծայրահեղ զետականները, որոնք ասում են ատոմային ռում գցեք եւ այլն հանգարց, դրանք եթե դրանց տրամադրությունները ավելի գերակշռեն, որը քիչ հավանական եմ համարում, այդ դեպքում արդեն կգան ավելի ռադիկալ տրամադրված, հա, խմբավորումներ, որոնք որ ավելի հեշտ կկործանեն Ռուսաստանի պետականությունը, ակնհայտ է, որ այդ ներքին նաև ապակենտրոն գործընթացները, որ հատկապես տարբեր գուբերնիաներում իրենց գավառներում կան, Հյուսիսային Կովկասից սկսած մինչև Թաթարստան, Յակուտիա եւ այլն, քանդելու են Ռուսաստանը։ Ուրիշ հեռանկար այս պետության համար, որի միակ ողնաշարը դա տնտեսական մեծ ներուժներ, նավթներ, այդ փողերն էր, որով իրենք սնուցում էին այդ թվում ազգային փոքրամասնություններին, այդ թվում ծայրագավառներին, հիմա այդ ամեն ինչը որ չունեն, ի՞նչն է պահելու այդ ծայրագավառները, ոչինչ։ Հիմա Ռուսաստանի ազդեցության նվազում, թուլացում նկատվում է Հայաստանում։ Ակնհայտ է, իհարկե։ Եվ այն, որ Հայաստանի ապրանք արտադրողները արդեն եւ արտահանողները նոր շուկաներ են գտնում, ամենակարևոր ազդեցության նվազումը հենց այդտեղ է, որ դրանով է, չէ՞, մեր վերջի լծակն է Ռուսաստանի մնացել, որ մեր դեմ օգտագործում էր, եւ փաստորեն պետք է շնորհակալություն իրեն հայտնել, որ դրթեց մեր ապրանք արտադրողներին, որ կոմֆորտի գոտուց դուրս գան եւ նոր շուկաներ ման գան, այդքան բան։ Մի քիչ այո, մի քիչ դժվար է ավելի, մի քիչ ավելի շատ ծախս կանեն, բայց երկարաժամկետ կտրվածքով, նույնիսկ միջնաժամկետ, շատ ավելի շահութաբեր շուկաներ են մտնում վճարողունակ շուկաներ Եվրոպայի պես։ Մանավանդ էլ եմ ասում, այդ որ մաքսային ռեժիմը զրոյացրել են Հայաստանի համար բոլոր ապրանքները անմաքս մենք առևտուր ենք անում Եվրոմիության հետ, դա ուղղակի հրաշալի հնարավորություն է Հայաստանի։ Այսինքն այս հատվածն էլ փորձենք ամփոփել, Ռուսաստանի ձեռնարկած տնտեսական սահմանափակումները կարող են արձանագրել, որ դարձան խթան Հայաստանի տնտեսության կամ առևտրի դիվերսիֆիկացման համար եւ այդ շարքում առաջինը Եվրամիությունն է։ Այո, բայց նաեւ այլ շուկաներ Ասիայում եւ հարավային
այս մեծավոր արևելքի շրջանում։ Սկսենք Եվրամիությունից փոքր դադարից հետո։ Կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույց Free News-ի եթերում ես զրուցում եմ Ազատ քաղաքացի կազմակերպության նախագահ վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Մենք Ռուսաստանից տեղափոխվենք Եվրամիություն։ Ըստ էության արձանագրեցինք, որ Ռուսաստանից ձեռնարկած տնտեսական սահմանափակումների այդ քայլերը դարձան խթան Հայաստանի դիվերսիֆիկացման համար։ Առաջին տեղում Եվրամիությունն է, ինչ է կատարվում այստեղ։ Այն է կատարվում, որ սնունդից սկսած եւ վերջացած շատ այլ ապրանքներով, այդ օրինակ ծաղիկ եւ այլն, Եվրոմիության երկրները սկսել են ընդունել եւ ընդ որում բացի այդ ինստիտուցիոնալ լուծումներից, որ ասենք մաքսեր չեն վերցնում հիմա, նաեւ այդ լոգիստիկ շղթաների կազմակերպման հարցերով, ուղղակի սպառման աջակցման հարցերում պետական մակարդակով արդեն շատ տեղերում պատրաստ են աջակցել, ոնց որ մենք տեսանք Լեհաստանը, Հոլանդիան, Նիդերլանդները եւ մեր դիվանագիտական կորպուսի ուրեմն գործն է, որ լավ աշխատեն ամեն մեկը իր երկրում եւ ինչ որ մի ապրանքատեսակ, ինչ որ մի արտադրատեսակ հաջողացնեն այդ երկրում սպառումը կազմակերպեն, այդ ընթացը կարծես սկսվել է։ Այդ թվում տեղի իրենց կոնտրպարտ իշխանությունների, այդ երկրի իշխանությունների հետ համագործակցաբար, եթե պետք է պրոտեկցիոնիզմ, այո, երբեմն կիրառում են եվրոպացիները, երբ որ պետք է շտապ, հրատապ ինչ որ աջակցություն ցուցաբերել, հատկապես հետխորհրդային, այս Ռուսաստանի ազդեցությունից պոկվող երկրների համար։ Սա պարզապես հետաքրքրություն է Հայաստանի նկատմամբ, թե ավելի լայն, ավելի խորը աշխարհքաղաքական հաշվարկ Եվրամիության կողմից։ Բա հենց այդ խորը հաշվարկով է պայմանավորված հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ, եւ դա մեր համար բարեբախտություն է, որ մենք հայտնվել ենք բավականին լուրջ շահերի կիզակետում։ Վատ է, որ շահերի բախում կա նաև ռուսական եւ արևմտյան, շահերի բախում միշտ էլ լարումներ է առաջացնում, բայց մյուս կողմից առանց այդ շահերի հակասության մենք այդ արժեքը չէինք ունենա Եվրոմիության համար, որ պատրաստ լիներ այդպիսի աջակցություն, այդպիսի ուրեմն բացել սահմանափակումներ հանել մեր արտադրանքների հանդեպ եւ վերջիվերջո քաղաքական աջակցություն, իսկ քաղաքական աջակցությունը նաեւ անվտանգություն է, որ մեր հարևաններն էլ են չէ տեսնում, որ մենք դառնում ենք եվրոպական եւ արևմտյան քաղաքականության կիզակետ այստեղ եւ դա մեր համար անվտանգային լրացուցիչ բարձիկ է։ Առաջիկայում նախատեսվում է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան, այս միջոցին, այս պահին ինչ կարևորություն ունի այդ այցը, ինչ քաղաքական բովանդակություն կունենա այդ այցը, ինչ արդյունքներ պետք է սպասել դրանից։ Հաշվի առնելով, որ նաև Ադրբեջան է գնում, ակնհայտ է, որ դա տարածաշրջանային կոմունիկացիաներին վերաբերող այց է լինելու, այսինքն կենտրոնական Ասիայից։ Որ ասում ենք խորքային հաշվարկներ եւ այլն, դա։ Այո, միանշանակ, եւ այդ խորքային հաշվարկների հարցում է, որ մեր շահերը համընկնում են նաև, որտեղ իրենց էլ է պետք որ Հայաստանով կոմունիկացիաներ անցկացնեն, մեզ էլ է պետք որ մենք անցկացնենք եւ օգտվենք այդ կոմունիկացիաներից։ Ադրբեջանին Եվրոպայի մասնակցությունը որքանով է պետք։ Ադրբեջանը այլ ընտրանք չունի։ Ինքը իր հիմնական առևտուրը այդ թվում բենզինի, գազի Եվրոպայի հետ է։ Եվ ինքը ուզի թե չուզի, ինչքան էլ դժգոհ լինի, իսկ ինքը այո դժգոհ է, որ Եվրոպան այդ ազդեցության լծակը իր վրա ունի եւ կարող է նաեւ օգտագործել, ինչը պարբերաբար հիշեցնում են Եվրոպայից, այդ թվում դատական ակտերի միջոցով իրենց ռազմական հանցագործությունների, որ վերջերս տեղի ունեցավ, այդ թվում միջև մաչ են վերականգնել իրենց ԵԽԽՎ-ում ներկայությունը, ոնց որ դուրս շպրտեցին Արցախում էթնիկ զտումից հետո եւ այլն։ Այդ ամեն ինչը հաշվի առնելով իհարկե Ալիևի համար կոմֆորտ չի Եվրոպայի հետ համագործակցել։ Ինքը շատ ավելի լավ կզգար իրեն ավտոկրատների ակումբում, որտեղ իրեն խաթրին կպնող չէր լինի, հա, ասենք տարբեր Պուտինների, չգիտեմ, Էրդողանների եւ այլնի շրջապատում բացառապես, բայց քանի որ ինքը այլ ընտրանք չունի, ինքը ստիպված է համակերպվել նաեւ որ այո, Եվրոպան մտնում է տարածաշրջան եւ կենտրոնական Ասիա հատկապես Ղազախստանի հետ օրերս մեծ պայմանագրեր կնքեցին։ Ռազմավարական այո, շատ կարեւոր եւ դա նշանակում է, որ այո, Ղազախստանից, կենտրոնական Ասիայից, իսկ հետագայում նաեւ Չինաստանից այդ կենտրոնական Ասիայի միջոցով եւ Հարավային Կովկասի միջոցով, այդ թվում հատկապես Հայաստանի միջոցով, գազի, նավթի, էլեկտրաէներգիայի երկաթգծի, սովորական ճանապարհների, մալուխների, այդ ամեն ինչը անցնելու է Հայաստանով եւ Հայաստանում հսկայական օգուտներ է դրանից ստանալու, թե տնտեսական եւ թե որ պակաս կարեւոր չի քաղաքական եւ անվտանգային։ Մենք այս օրերին հատկապես ռուսական սահմանափակումների այս համատեքստում շատ ենք խոսում Եվրոպական միության աջակցության, Եվրոպական միության այդ ու նաև ֆինանսական աջակցության մասին։ Այստեղ կարևորը այդ ֆինանսներն են, թե այն ինստիտուցիոնալ փոփոխությունները, որ պիտի բերեն այդ ֆինանսները։ Հատկապես որ ոլորտների մասին է խոսքը եւ հատկապես որ ոլորտներում է, որ կուզենայիք այդ փոփոխությունները
առաջանցիկ տեմպերով լինեին։ Տեսեք, սկիզբը Եվրոպայի մասով, գոնե Եվրոպայի մասով սկիզբը դրվել է լոգիստիկայի միջոցով, այսինքն կոմունիկացիաներ, լոգիստիկա։ Այն ինչ որ Հայաստանը միշտ Ռուսաստանը օգտագործել է Հայաստանին որպես խցան, որ այդ կոմունիկացիաները չաշխատեն, որ ինքը իր տարածքով միայն այդ կոմունիկացիաները սպասարկի եւ Եվրոպա հասցնի եւ Եվրոպային ճնշի դրանով, որպես գործիք օգտագործելով այդ կոմունիկացիաները, հիմա Հայաստանը մեծ կորուստներ ունենալով նաև Ռուսաստանի դավաճանության պատճառով ինքը բարեբախտաբար հրաժարվեց այդ խցան լինելու հանգամանքից, փական լինելու հանգամանքից, եւ եթե նույնիսկ հիմա փականներ լինելու են Հայաստանում, այդ փականները համատեղ Հայաստան, Եվրոմիություն, Հայաստան արևմուտք համագործակցությամբ են օգտագործվելու, բայց հիմնականում բաց են լինելու այդ փականները, որի շնորհիվ մենք կարողանալու ենք վերջապես մեր աշխարհագրական դիրքից օգտվել։ Ինչ որ Ռուսաստանը մեզ խոչընդոտում էր, ասելով դե մենք ձեր անվտանգությունը կապահովենք, բայց դուք էլ ինչ ասենք պետք է անեք, այդ թվում պետքա չօգտագործեք ձեր տարածքը ձեր շահերի համար։ Հիմա հակառակն է, այնպես որ առաջին իհարկե եվրոպական ներգրավման այդ լոգիստիկան է։ Երկրորդը արդեն ավելի գլոբալ տեխնոլոգիաներն են, որը որ ամերիկյանի դեպքում, օրինակ Միացյալ Նահանգների դեպքում, էլի լոգիստիկան իհարկե տրիպը եւ այլն կա, բայց պակաս կարևոր չի այդ արհեստական բանականության, չիպերի գործարանի եւ այլն այդ ամեն ինչի ներդրումները եւ նաեւ շատ կարեւոր է, որ Հայաստանի համար որևէ էկոլոգիական վտանգ, որ ասում են հեսա ջուրը կօգտագործեն Հրազդանի եւ այլնեղ չկա այդպիսի բան, հատուկ հեղուկ է ներկրվելու այդ սառեցման համակարգերի համար, այսինքն ոչ մի ջրային ռեսուրսների պահանջ չի լինելու եւ ջրային ռեսուրսների պետական կոմիտեի ներկայացուցիչը շատ լավ է, որ այդ բացատրությունները տվեց հասարակությանը։ Ուզում ասեմ, որ այդ ամբողջը իհարկե մեկ շղթայի, մեծ շղթայի մաս են, այդ բոլոր օղակները, լոգիստիկա, տնտեսություն, այսինքն բացվում են Եվրոմիության հետ սահմանները, այդ թվում երկաթգծային Թուրքիայի միջոցով, Թուրքիան թույլ տվեց արդեն Վրաստանի միջոցով, իսկ կվերականգնվի նաև ուղիղ կունենանք։ Դա նշանակում է, որ նոր հնարավորություններ, նոր դարաշրջան է բացվում Հայաստանի համար, ուղղակի զարգանալու եւ այդ զարգացումը ոչ միայն տնտեսական պետք է լինի, այլ նաեւ ժողովրդավարական եւ կգանք այդտեղ արդեն մեր խոսակցության սկզբնակետին, որ նորմալ համակարգը գործելու համար պետք է ժողովրդավարական այլընտրանք լինի։ Ժողովրդավարական ընդդիմություն լինի, ոչ թե թալանչիներից եւ ռուսական գործակալներից բաղկացած ինչ որ մի հատ խաժամուր, որ անունը դրել են ընդդիմություն, ինչա թե կարողանում են կաշառքների միջոցով խցկվել։ Պարլամենտ ամեն անգամ ասում են մենք ենք ինստիտուցիոնալ ընդդիմություն, թե ինչ ընդդիմություն բարձ չի։ Թուրքիայի այդ գործընթացը չի ընդհատվել, բայց նաև տեսանելի, այսպես շոշափելի առաջընթաց չկա, ինչու։ Ես չի ասի, որ չկա, այդ ճանապարհների բացվելու հանգամանքը շատ կարևոր է եւ մնացածը տեխնիկական դաշտում է, այսինքն այդ վերականգնել կոմունիկացիաները, կամուրջը նախ եւ առաջ, անի այդ կամուրջը եւ կամած այդ հարցերը իհարկե կլուծվեն եւ ակնհայտ է, որ կան ճուզողներ նաև դիմադրողներ այդ գործընթացին եւ այդ դիմադրողը նախ եւ առաջ իհարկե Ռուսաստանն է եւ ես կարծում եմ, որ ինչքան սրվում է թուրք-ռուսական հարաբերությունները, նո ադրբեջանա-ռուսականը մենք տեսնում ենք բարբերաբար մեկ սրվում են, մեկ վերականգնվում են, որտեղ Ալիևը անդադ փորձում է Ռուսաստանին որպես այլընտրանք պահել, բայց միշտ իր շահերի զոհաբերման գնով է լինում, դրա համար ինքը շատ նեղվում է դրանից։ Բայց Թուրքիայի դեպքում մենք տեսնում ենք, որ խնդիրներ են առաջանում բարբերաբար թուրք-ռուսական հարաբերություններում եւ դա էլ նպաստելու է, որ բացվեն այդ վերջին խնդիրները սահմանի հետ կապված լուծվեն եւ սահմանները բացվեն, ես կարծում եմ ընդհանուր ժամանակի հարց է, ինչքան շատ կներգրավի Եվրոմիությունը եւ Արևմուտքը Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում, այնքան շուտ Թուրքիան այդ հարցերը կլուծի Հայաստանի համար։ Ասացիք, բայց նաեւ ճուզողներ կան եւ նշեցիք մեկ ճուզողի անուն, երկրորդն էլ կա արդեն։ Դեռ Ադրբեջանը կա ու կա։ Ռուսաստանի մասին որ խոսում շատ է խոսվում Իսրայելի մասին, այն մասին, որ Իսրայելի կառավարությունը ընդունեց հայոց ցեղասպանությունը, սա ինչ է նշանակում ընդհանրապես, սա ինչ է նշանակում Հայաստանի համար, արդյոք նոր հարցեր է առաջացնում Հայաստանի արտաքին քաղաքականության համար, ինչպիսին էր ձեր գնահատմամբ Հայաստանի արձագանքը, Ադրբեջանի արձագանքը, թե Թուրքիային է հասկանալի է։ Դա բացարձակ պետք չի դիտել հայ-թուրքական հարաբերությունների ծիրում, դա զուտ իսրայելա-թուրքական հարաբերությունների հարց էր, որովհետև հասկանալի է այդ ծիրում չդիարակենք, Ուրեմն ասեմ Իսրայելը խնդիր չունի մեզ վնասելու, հայ-թուրքական հարաբերություններին վնասելու, ինքը խնդիր ունի Թուրքիային ինչ որ ճնշում գործադրելու, հասկանալի է, որ շատ ուշացած որոշում էր, բայց հիմա հասկանալի է նաև Հայաստանի իշխանությունների այսպես զգուշավոր արձագանքը, որ
մենք զենքայնացմանը ցեղասպանության հարցի, հա, այդ զենքայնացումը հետաքրքիր բառ է, հասկանալի է, որ արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Տեսեք, ինքը չի ասում, չի դատապարտում, որ ինչ-որ մեկը զենքայնացնում է։ Ասում մեր շահերից չի բխնում, որ մենք այդ թեմայի մեջ մտնենք։ Դուք այնտեղ զենքայնացնում եք, իրար դեմ օգտագործում եք, ինչ եք անում, ձեր գործն է։ Իրականում իհարկե դրական է, ինչքան շատ երկիր ճանաչի ցեղասպանությունը, այնքան լավ։ Եվ վաղ թե ուշ ամենակարևորը Թուրքիան պետք է ճանաչի եւ որոշակի ուրեմն հետեւություններ անի դրանից, զղջման ճանապարհ պետք է անցնի հասարակությունը եւ այլն, որովհետեւ ինչքան էլ հասկանում ենք, որ լավ, մենք ասենք թե կարող ենք որպես նախապայման դա չօգտագործել, դա չենք էլ կարող օգտագործել, արդեն մեր շահերից էլ չի բխում հիմա եւ այլն, եւ քաշային կատեգորիաներն են տարբեր եւ միջազգային իրավունքը այնպես չի որ գործում է հա աշխարհում եւ պետք է իրողությունների հետ հաշվի նստենք, բայց այդ վերաբերում է կառավարությանը։ Կառավարությունը պետք է քաղաքականություն ճիշտ վարի, որ Թուրքիայի հետ խնդիրներ դա հավելյալ չառաջացնի, բայց հասարակության համար, ժողովրդի համար բարձր է, որ մենք գիտենք ինչն է ճիշտ, ինչն է սխալ եւ ինչ կարող ենք խոսել։ Եվ այդ իմաստով ինչքան շատ երկրներ ճանաչեն, այնքան լավ, եւ Իսրայելն էլ պատահական երկիր չի, բավական ազդեցիկ է եւ ազդեցիկ շրջանակներ իրեն լսում են Եվրոմիությունում, եվրոպական տարբեր երկրներում, Միացյալ Նահանգներում, եվրոպական հրեական լոբի կա վերջո, որը կիսված է կեսը Իսրայելի կողմը, կեսը Իսրայելի դեմ է, բայց այն որ Իսրայելի կողմ է, դա էլ իր վրա ազդում է, որտեղ իրենք են հիմնականում թուրքական եւ ադրբեջանական լոբիի սպասարկումներ է եղել, նո պարզ է վճարի դիմաց եւ ինչ որ շահերի սպասարկման համար, բայց այդ շահերը նվազել են, որտեղ այդ շահերը թուրք-իսրայելական հարաբերությունների շրջան ոլորտում էին, հիմա դրանք թուլանում են, որտեղ սրվել են այդ հարաբերությունները եւ Ադրբեջանի արձագանքն էլ էր հետաքրքիր, որ նույնիսկ ոչ միայն դատապարտում է, այլ կոչանում վերանայել այդ որոշումը եւ այլն։ Բայց հետաքրքիր է, որ մի կողմից այդպեսի արձագանք Ադրբեջանի կողմից, մյուս կողմից այսպես արտահոսքեր են կազմակերպվում, թե ընդունելուց առաջ խորհրդակցել են Ադրբեջանի հետ, արտգործնախարարի հետ եւ այլն։ Ես նաև հետևում եմ հրեական շրջանակների արձագանքներին, այդ թվում Ադրբեջանի ուրեմն իրենց Բայրամովի հայտարարություններ, գիտեք, հեգնական, այսինքն ոնց որ ասեն, հա, լավ, հասկացանք, որ ձեր հետ շահեր ունենք, համագործակցում ենք, բայց ամեն անգամ մի ցույց տվեք ձեր մակարդակը։ Մոտավորապես էսա, թե ինչ գործ ունեք, քիթներդ խոթում եք, դուք եք ցեղասպանություն իրականացրել, որ հիմա քիթներդ խոթում եք, թե գնահատական տակ, թե մենք ինչ ենք անում, կամ դուք ով եք ընդհանրապես մեզ գնահատական տակ։ Այդ բանը, այդ տոնը, այդ վերաբերմունքը կա։ Դա ընդհանրապես բացահայտեց, որ այդ լրիվ իսրայել-ադրբեջանական բարեկամության լոլոները էլի միջպետական մակարդակի ինչ որ բաներ էին, որը իրար զենք են վաճառում, նավթ էին վաճառում, իրականում թալանում էր Իսրայելը Ադրբեջանին, ասենք էժան նավթ էր գնում եւ այդ նավթի դիմաց վճարելու փոխարեն թանկ զենք էր վաճառում Ադրբեջանին, բայց հիմա հարցը այդ չի։ Այդ զենքն էլ շատ կարեւոր էր Ադրբեջանի համար եւ մենք տեսանք ոնց օգտագործվեց մեր դեմ, բայց ամենայն դեպս մենք էլ կարիք ունենք Իսրայելի հետ համագործակցության, այդ թվում ռազմական ոլորտում, ոչ մի սահմանափակում մեծ հաշվով չկա եւ մենք վերազինման շրջանակներում, օրինակ հիմա Եվրոպայից կարող ենք որոշ զինատեսակներ ստանալ, նույնիսկ անվճար, սովետական ժառանգությունից դեռ մնացած, որը պետք է ուղղակի տեխնոլոգիական մի քիչ մշակում անցկացվի, նոր կոմպոնենտներ եւ այլն տեխնոլոգիաներ ավելացվի։ Իսրայելը դրա վրա շատ լավ մասնագիտացած է։ Եվ նույն Ադրբեջանն օրինակ իր հին սովետական շատ սպառազինություններ տանում է Իսրայելում մի կարգ բարձրացնում է որակը հետ է բերում, մենք էլ կարող ենք դա անել։ Ուզում ասեմ շահեր կան այնտեղ, ել չեմ խոսում հայկական համայնքի ներկայությունը, Երուսաղեմի հայկական թաղամասի հարցերը, շատ հարցեր կան մեր Իսրայելի հետ, ել չեմ ասում նաև Միացյալ Նահանգներում հնարավոր համագործակցությունը հրեական լոբիի հետ տարբեր հարցերում պետք չի թշնամանալ հաստատ Իսրայելի հետ եւ օրինակ դրական եմ գնահատում, որ այս ցեղասպանությունը ճանաչվեց, թեկուզ ուշացումով եւ թեկուզ իրենց շահերից ելնելով եւ շահարկելով Թուրքիայի դեմ։ Դրական է գնահատում անկախ նրանից, որ Հայաստանի պաշտոնական արձագանքն այն է, որ զենքայնացման թեմայի մեջ մտնելը մեր շահերից չի բխում, այդուամենայնիվ կարծում եք պաշտոնապես չի բխում, թող չմտնեն, թող պետությունը չմտնի։ Այդուամենայնիվ սա դիվանագիտական խաղաքարտ է Հայաստանի ձեռքին։ Ոչ թե Հայաստան ձեռքին է դիվանագիտական խաղաքարտ, այլ հնարավորություն է ստեղծում ընդլայնել այն ցեղասպանությունը ճանաչած երկրների այդ
դաշտը կոալիցիան, որը ինչը վաղ թե ուշ բերելու է, որ Թուրքիան ինքը ճանաչի, որտեվ ինչ որ առանցքային մի քանի երկիր էր մնացել, որ չէր ճանաչել, որից մեկը Իսրայելն էր։ Մնաց Մեծ Բրիտանիան, Չինաստանը, եթե իրենք էլ ճանաչում են, արդեն այդ գործընթացը լրիվ ուրիշ ձևով կընթանա աշխարհով եւ իհարկե Թուրքիան վաղ թե ուշ ուզի թե չուզի պետք է ճանաչի։ Եվ դա նաեւ մեր համար անվտանգության բարձիկ է հավելյալ։ Հիմա ենթադրելի է, որ Ռուսաստանի ձեռքին սա խաղաքարտ է խաղացնելու համար։ Տեսեք, Իսրայելը ճանաչում է ողբերգությունը, ցեղասպանությունը, իսկ Հայաստանը ուրանում է։ Արդեն սկսել են, այո։ Եվ մեր զրույցի վերջում բլից հատվածը արագ հարցեր, արագ պատասխաններ, այո, ոչ կամ մեկ բառ կամ մեկ նախադասություն։ Ինքնիշխանության, Հայաստանի ինքնիշխանության ամենամեծ սպառնալիքը դրսից է գալիս թե ներսից։ Երկու տեղից էլ կա մեծ սպառնալիք, բայց հիմա արդեն դրսից։ Ռուսաստանից կոնկրետ։ Հայաստանը պետք է ավելի շատ ներդնի բանակի թե պետական ինստիտուտների մեջ։ Բանակը պետական ինստիտուտ է։ Մյուս պետական ինստիտուտների մեջ։ Հավասարապես չպետք է ինչ-որ ջոկողություն դրվի։ Մեծ տերությունների հավասարակշռում թե հստակ առաջնահերթություններ։ Իհարկե առաջնահերթություններ։ Մենք ունենք մեզ համար հոգեհարազատ պոտենցիալ դաշնակիցներ։ Չինաստանն էլ է մեծ տերություն, բայց մեր համար նույն նշանակություն չի կարող ունենալ ինչ որ Եվրամիությունը կամ նույն Ռուսաստանը։ Այսօր Հայաստանին ավելի շատ պակասում է ռեսուրս թե ռազմավարություն։ Եվ նա։ Որն է ամենամեծ սխալը, որ չպետք է թույլ տա Հայաստանը առաջիկա 1 տարում։ Բարդ է ասել, ես տենց մեկ սխալ կդժվարանամ ասեմ, ուղղակի պետք է որակյալ քաղաքականություն վարել, զգուշավորությունը չափերի մեջ պետք է լինի, շատ չպետք է նաև զգուշավորության պատճառով կորցնենք հնարավորություններ։ Որ միջազգային գործընկերոջ հետ են հարաբերությունները ամենազգայունը։ Թուրքիա։ Ну, Ադրբեջանը չեմ ասում, որովհետև փոխկապակցված է ոնց որ ասում ենք Թուրքիա, նկատի ունենք նաև Ադրբեջան։ Հայաստանի ամենաուժեղ զենքը որն է, աշխարհագրությունը, ժողովրդավարությունը թե մարդկային կապիտալը։ Ժողովրդավարությունը հենված մարդկային կապիտալի վրա։ Եթե մեկ ոլորտում կարողանայիք 1 տարվա ընթացքում հեղափոխություն անել, որն է լինելու։ Տնտեսական եւ իրավական հեղափոխության ժամանակ եկել է, դատաիրավական համակարգը պետք է մաքրել եւ տնտեսական դաշտում էլ կտրուկ հեղափոխական զարգացումներ պետք է իրականացվեն։ Որն է այն միտքը, որ կուզենայիք յուրաքանչյուր պետական պաշտոնյա հիշեր ամեն առավոտ։ Դժվար է մտնել պետական պաշտոնյաների ուղեղի մեջ։ Պետք է հիշեմ, որ իրենք այդ գործի բերումով պետք է ծառայեն ժողովրդին եւ իրենց պաշտոնը ճիշտ իրականացնեն, ամենակարևորը, որ իրենք պետական պաշտոնյա են, պետք է հիշեն ամեն առավոտ, որ իրենք պետական պաշտոնյա են, բացի ամեն ինչից։ Այդ է, մեկ բառով որ գաղափարի շուրջ պետք է միավորվի այսօր Հայաստանը։ Մեկ բառի։ Կլինի 2 բառ։ Ժողովրդավարություն եւ ինքնիշխանություն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Մենք այսօր խոսեցինք ընտրություններից, ներքին քաղաքականությունից, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքականությունից, բայց ընդհանուր առմամբ մենք խոսեցինք մեկ բանից՝ պետությունից։ Իսկ պետությունը կառուցվում է ոչ միայն միջազգային պայմանագրերով, սահմաններով, այլև կայացվում է ամենօրյա որոշումներով, ինչպես նշեցի, երբեմն աննկատ որոշումներով, երբեմն աղմկահարույց որոշումներով եւ սեփական ուժերին հավատալու կարողությամբ։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի վերլուծաբան Ազատ քաղաքացի կազմակերպության նախագահ Հովսեփ Փուշուդյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։